Առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ Տիկին Ալավերդյան, 2020 թվականից հետո մասնավորապես պարբերաբար շեշտում եք անվտանգային խնդիրների մասին, նշում եք նաև սպասվող տեսլականի մասին, այսօր առերեսվում ենք այն իրողություններին, ինչի մասին խոսել եք դուք բազմիցս, ինչը որ կանխատեսել եք, ինչի մասին նշել եք։ Հանգուցալուծման ուղիները որոնք են այս փուլում, ինչպես եք պատկերացնում Հայաստանի Հանրապետության անվտանգային մարտահրավերների կարճաժամկետ լուծումները, ընտրություններով թե ոչ միայն։ Շնորհակալություն։ Ես պետք է նախ առաջ ասեմ, որ դեռ իմ սպասելիքներս այստեղ չեն արդարացել, որովհետև եթե մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին, ցանկացած հարթության մեջ, միջև Արցախի հարցի շուրջ չկա պարզաբանում, ես կարծում եմ, որ դրանք ուղղակի, այսպես ասած, մոտեցումներ են։ Ինչու՞, որովհետև մենք ունեցել ենք ռազմավարություն, չեմ ասում նա լավագույնն է, փայլունն է, բայց արդեն այդ ռազմավարության մեջ ուսումնասիրություններով, փորձով, ընդ որում համաձայնեցվեց այդ ռազմավարությունը միջազգային ամենահայտնի կենտրոնների հետ, դա եւ ԱՄՆ-ում, եւ Չինաստանում, եւ Ռուսաստանում, այնտեղ շեշտը դրված է շատ բարձ։ Միասնական անվտանգությունն է Արցախ-Հայաստան հնարավորություն տալիս ապահովել տարածաշրջանային անվտանգությունը։ Հիմա եթե մենք խոսում ենք զուտ Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին, ես համոզված եմ, դա թերի մոտեցում է։ Դուք ինչ հնարավորություն եք տեսնում այսօր Արցախի Հանրապետության առնչությամբ, որովհետև շատ հաճախ նաև քաղաքական ուժերն են նշում, որ այս իրողությունների պայմաններում իրատեսական չէ խոսել։ Շնորհակալություն, իրատեսական չի, վերադարձը պրակտիկ։ Եկեք տարբերակենք, բայց քաղաքական դաշտում, քաղաքական օրակարգում այդ խնդիրը պետք է լինի համար մեկ։ Խնդիրը նա է, որ ուզում են խառնել, որ այսօր այս վիճակում, այս իշխանությունը, Իլհամ Ալիևը, Թրամփը եւ այլն, ինչպես կարելի է կանխատեսել։ Կանխատեսումը նա է, որ դու չպարտավոր ես պահել Արցախի հարցը քո քաղաքական օրակարգում ինչպես համար մեկ։ Եվ խնդիրը շատ, պես ասած, պարզ է, նայեք անգամ Ֆրանսիան, որոշումներ են ընդունում, Շվեյցարիայում, մենք մոտիկ չենք կանգնում անգամ դրան։ Հիմա ինձ ամենաշատ հետաքրքրում է այն կուսակցությունները, որոնք գնալու են ընտրությունների։ Նրանք ինչպես են տեսնում այդ հարցը։ Ես էլի եմ ասում, ոչ թե որովհետև Արցախը հանձնել ենք, որովհետև ես արմատներով արցախցի եմ, այլ որովհետև դա ապացուցված է, որ մեր տարածաշրջանում առանց միասնական այդ անվտանգությանը սին հույսեր է, որ ստեղ կլինի տարածաշրջանային անվտանգություն։ Հիմա ես հիշեցնեմ, որ ինչպես է 93 թվականին ազատագրումը սկսվել այն տարածքների, որոնք երբևէ միջազգային իրավունքում չեն պատկանել Ադրբեջանին։ Այսինքն դրանք ազատագրվում են ոչ թե որպես անվտանգության գոտի, այլ որպես այն հողը, այն տարածքը, որը ազգերի լիգան ճանաչել է Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածք։ Հիմա մենք դա շեղվել ենք, բոլոր մեր իշխանությունները այդ շեշտը չեն դրել եւ պետք է մենք հստակեցնենք, մենք այսօր այդ շեշտը դնում ենք, անհնարին բան չկա, ինչպես ես համաձայն եմ Տիկին Նաիրա Զոհրաբյանի հետ, ես գտնում եմ, որ բոլոր պատճառները մեր այսպիսի վիճակի մեր մեջ են։ Դա վատ լուր է, բայց շատ լավ լուր է, որ եւ բանալիները մեր ձեռքին են։ Սա է։ Տիկին Ալավերդյան եւ մի հակիրճ դիտարկում հաշվի առնելով, որ չափազանց ցավոտ որոշումների ականատես եղանք Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների առնչությամբ, բայց նաև տեսանք, որ այդ ամենը տեղի ունեցավ ընդամենը 1 օր անց, երբ Ալիևը եւ Փաշինյանը փաստացի գնացել էին ստանալու Զայեդ եղբայրության մրցանակը։ Հիմա սա Ալիևի կողմից արդյոք ցուցադրություն է, որ ինքը ամենևին նպատակ չունի գնալ խաղաղության, եղբայրության ճանապարհով, թե սա ուղղակի բացահայտում էր եւ դա նորություն չէր։ Դա նորություն չէր։
ես կներեք ավարտել եմ իմ բարձրագույնս Ադրբեջան։ Դեռ 1965 թվականից սովետական Ադրբեջանով սկսվել է ուղղակի ձևավորվել այդ ռազմավարությունը, որը այսօր իրականացնում է, այսպես ասած, հողի վրա։ Եվ այս առումով մենք ընդհանրապես որևէ ակնկալիք Ալիևից կամ զուտ իրեն հանդեպ նա հանցագործ է միջազգային իրավունքի դեմ իր բոլոր գործողությունները, որոնք վերաբերում են Արցախին, Արցախահայությանը եւ ընդհանրապես իր հայտարարությունները Հայաստանի տարածքների վերաբերյալ նկրտումներով, այսպես ասած, հնչեցվել։ Դրանք բոլորը միջազգային իրավունքի դեմ հանցագործություն է, բայց խնդիրը բոլորովին այլ է, երբ որ մենք խոսում ենք, ես ընթերցում եմ, արդյոք կարելի է վերադարձնել եւ այլն, այո, միջազգային պայմանագրերը թույլ են տալիս արդեն դատապարտված այդ անձանց բերել Հայաստան, որ Հայաստանում անցնեն օրինակի համար իրենց պատիժը։ Այլ պարագայում վեստը կարողանա բերել, եթե չգործեն են։ Չէ, նայ, չի այստեղ խոչընդոտը Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունն է։ Նայեք, այդպիսի բաները մենք չէ որ վերադարձրել եք օրինակ ժամանակին դատապարտված բավականին ծանր հանցագործությունների մեջ մեղադրված Բլոխոջինի սպանության դեմ մենք բերել ենք Հայաստան երեք դատապարտյալները, որ այստեղ անցնեն իրենց պատիժը։ Չէ որ Ալիևը գումարներով այնչով է, բայց բերել է Ռամիլ Սաֆարովին եւ խախտելով պայմանավորվածությունները ոչ թե պատիժ է կրել, այլ անմիջապես նրան հերոսացրել են, միջև անգամ իրեն տվել են աշխատավարձը 8 տարվա, ինչը նշանակում է, որ Ռամիլ Սաֆարովը իրականացնում էր պետական պատվեր, այն պետական պատվերը, որը կարող էր միայն տալ Իլհամ Ալիևը, որովհետև դա իր առաջին քայլն է։ Հիմա այս երկու դեպքերն էլ ցույց են տալիս, որ հնարավոր է արդեն դատապարտյալների փոխանցել երկիրը, որտեղ որ, բայց այդ երկիրը պահանջում է իրենց, այդ երկիրը միայն այնպիսի հայտարարություններով է հանդես եկել հանձինս բարձրաստիճան պաշտոնյաների, որ դա ամենամեծ խոչընդոտն է։ Օրինակի համար, որ դեռ պետք է իմանանք Ռուբեն Վարդանյանը ինչի համար է, ինչի վա, սա կներեք դավադրությունից ավելի վատ բան է։ Այսինքն կներեք ասում են մատերիալ տալու խնդիր է։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը արդյոք ծավալել է որևէ աշխատանք բերել այստեղ նրանց, ում որ դատում էին։ Չէ որ էքստրադիցիա կոչված է եւ միջազգային պայմանագիր կա դրա համար է, որ միջև դատավճիռը հրապարակելը, բայց հիմա դատավճիռը հրապարակելուց հետո դուք լսել եք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը այսպես ջանասիրությամբ զբաղվի նրանով, որ այդ անձիկ հիմա դատապարտվել են, ճիշտ է, սխալ է բոլոր, այդ ով չգիտի, ես ողջունում եմ Ֆրենկ Պալոնեի հայտարարությունը, նա այսպես ասած բոլոր շեշտադրությունները ճիշտ դրել է, բայց դուք լսել եք, որ Հայաստանի Հանրապետությունը դրանից հետո պահանջում, ոչ թե պահանջում, առաջարկի Ալիևին այդ նույն այսպես կոչված խաղաղության շրջանակներում այդ մարդիկ անցնեն այստեղ իրենց պատիժը, չեք լսել, դա ոչ միայն չեն անում, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը ամենամեծ խոչընդոտն է, որ մենք կարողանանք տեսնենք մեր դատապարտված հայրենակիցներին այստեղ։ Եվ սա խնդիր է, ես ուզում եմ լսել, ինչպես է տեսնում այն ինչպես են տեսնում քաղաքական ուժերը, որ ուզում են համոզել, որ իրենք կփոխեն ռազմավարությունը եւ կլինի ոչ թե իշխանավորափոխություն, այլ իրոք իշխանափոխություն, որովհետեւ դա մակարդակի խնդիր է, համակարգի։ Շնորհակալ։